Եվ այսպես ժամեր առաջ ձերբակալված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հակակոռուպցիոն կոմիտեում է։ Նա իրեն ներկայացված մեղադրանքները չի ընդունում, սակայն կոմիտեն արդեն միջնորդություն է ներկայացրել նրա կալանավորման համար։ Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը լրագրողներին պատմել է, որ մեղադրանքներում նշված դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ինքը դեռ համայնքի ղեկավար չէր։ Փաստաբանի խոսքով դրանցից միայն մեկ դրվագն է վերաբերում իր պաշտոնավարման շրջանին։ Տեսնենք փաստաբանը ինչ փակագծեր է բացել եւ շարունակենք։ Հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեծ մասը, որովհետեւ նկարագրում էին 24 թվական դեկտեմբեր, 25 թվական փետրվար։ Այսինքն ձերբակալված անձիկ եւս բոլորը քաղաքապետարանի աշխատողներ են։ Հավանաբար տեղեկություններ ես չունեմ, որտեղ եմ խնդրում եք հստակեցում։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այս գործունեության հետ կապ չունի այդ բանը։ 24 թվականի համայնքի ղեկավար չէր Վարդան Ղուկասյանը, ոչ էլ 25 թվականի փետրվարին։ ՔՊ-ի տեխնազոին կամ պաշտոնակադային հարցեր եք։ Ինչու է նման բաներ տեղի ունեցել։ Քաղաքապետարանի ներսում չէ ձայնագրությունը արված։ 6-7 դրվագից մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին։ Մնացածը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ ըստ էության թյուրի մնացաբար է Վարդան Ղուկասյանը ընտրվել Գյումրու քաղաքապետ եւ դա պետք է շտկվի, առանձին ԿՊԱ-ականներ ասում էին թող ճամպրուկները հավաքի։ Մի քանի օր առաջ ես նշեցի, որ սկսվել է ամբիոնից վարչապետի հայտարարության իրականացման գործընթացը։ Այն է հեռացնել քաղաքական եւ հանրային դաշտից։ Քաղաքական դաշտից հեռացնելը այսպեսի մեթոդներով հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է Աստվածչանի ֆիզիկապես ոչնչացնելով, որի հետ կապված մենք հանցագործության հաղորդում ենք ներկայացրել քննչական մարմիններին, բայց գտել են, որ դա քննարկման ենթակա չէ։